Ազատություն Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը պետք է րոպե առաջ ազատ արձակվի։ Սփյուռքից հնչող մտահոգության ալիքը չի դադարում։ Չեխիայում եւ Եվրոպայի տարբեր երկրներում գործող Arminius միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանի գնահատմամբ այնինչ կատարվում է ԲՀԿ առաջնորդի դեմ ապօրինությունների մի ամբողջ շղթա է սահմանադրությամբ բացահայտ ոտնահարում։ Գագիկ Ծառուկյանի հանդեպ այդ ամեն ինչը որ կիրառվեց, դա ուղղակի sense ասեմ, էլի անաստվածություն, ծնողի աչքի առաջ մարդուն այդ նման վերաբերմունքի արժանացնել, այսինքն ինչ Գագիկ Ծառուկյանի ծանոթագիր ուղարկեին չէր գալու, փախած էր այդ մարդը, բախկվում էր, կանչել եք չեք եկել, այն անձանց հետում ես որ շփվում եմ, բոլորը ասում էին ամենայն դեպս Գագիկ Ծառուկյանը արժանի չէր նման վերաբերմունքի, Գագիկ Ծառուկյանի 90 տարեկան մայրը արժանի չէր այդ անաստվածությանը, որ իրանց տան մեջ իրականացվեց։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել ազգային միասնության ու ներքին համերաշխության օգտին։ Ոչ ոքի չի վիրավորել, կարմիր գծերը երբեք չի հատել։ Իսկ թե ինչու իրադարձությունները նման ընթացք ստացան, հռակ նախկին ատենապետն իր տեսակետն ունի։ Սկսվեց նրանից, որ հայոց լեզու գրականության ժամերը կրճատվեց, եկեղեցու պատմությունը կրճատվեց, կամաց եկավ ու անցան մարդկանց։ Մարդկանցից մեկն էլ Գագիկ Ծառուկյանն էր, որը ուզեն, չուզեն պատմությունը գրված է ինքը դարել էր ազգային գործիչ։ Առանց ոչ մեկի մունատ գալու, առանց ոչ մեկի հայհոյելու, որ ասում է համախմբված լինենք, հանդուրժող լինենք, հավաքվենք իրար գլխի, Սփյուռքի ուժը, Սփյուռքի գիտնականներ են, չգիտեմ, լավ մենեջերներ են, բերենք Հայաստան, այդ մարդը ոնց որ վատ բան չի ասում։ Բայց քանի որ նրա ասածները խփում է թուրքին, ադրբեջանցուն, դա վախը առաջացնում, պետք է ոչնչացնել։ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս ապրող հայությունն այսօր ազգային արժանապատվությունը վերականգնելու խնդիր ունի, ասում է Առաքելյանը։ Հենց դրան էին միտված ԲՀԿ առաջնորդի բոլոր նախաձեռնությունները։ Երբ որ ինքը սպորտսմեններին այսպես կորով ուժ էր տալի, կորով էր տալի, ու որ գնում էին նրանք հայկական դրոշ էին բարձրացնում ու հայկական հիմներ հնչում։ Դա արժանապատվություն էր, չէ՞ բոլորիս համար։ Բայց քանի որ այսօր մեր ճակատագիրը տվել ենք ինչ-որ երիտասարդների խմբին, որոնք կյանքում քարի վրա չի դրել, ու նրանց համար, այսինքն դրոշը բարձրացնելը, Հայաստանի հիմնը ինչ-որ միտեղ, նրանց համար հասկանում եք, մենք ազգային մտածողություն ենք, արժեք չունի նրանց համար։ Դրա համար այսօր հայ ազգը հենց արժանապատվության վերականգնման խնդիր ունի, եւ դրանից մեկն էլ հենց Գագիկ Ծառուկյանն էր իր գործողությունները, որին ըստ իրենց հարկավոր էր մեկուսացնել։ Իրեն ժողովրդավար հռչակած ու դեպի Եվրամիություն ձգտող երկրում օրերի ընթացքում մարդուց խլում են տարիներով ստեղծածն ու կառուցածը։ Դա ըստ Առաքելյանի ծանր հարված է երկրի հեղինակությանը եւ փշրում է ներդրումային ապահովության մասին ցանկացած երաշխիք։ Եթե մարդը ունեցվածք ունի ու դու առանց դատարանի, առանց դատավճռի, առանց ապացուցելու, որ ինչ-որ մի բան սխալ է եղել, չգիտեմ, հարկեր չի մուծվել, տուրքեր չի մուծվել, առանց դատարանի որոշման, առանց բան մարդ ես նշանակվում ուրիշի ունեցվածքի վրա, դու հենց օրենք ես խախտում։ Եվ դրանք թքած ունեն երկրի իմիջի վրա, որտեղ վաղը մերսորը դերդնող արդեն չեն գա Հայաստանում, որտեղ գարանտիա իրանք երաշխավորություն չունեն, որ նույն գործողությունը իրանց հանդեպ չի կիրառվի։ Սա երկրի իմիջին էր, ոչ թե Գագիկ Ծառուկյանի մենակ ունեցվածքի, երկրի իմիջի ապագայի զարգացման դեմ էր։ Անուրանալի է Ծառուկյանի ավանդը հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման, հայ ինքնության պահպանման գործում։ Նա առաջինն էր, որը կոտրեց կարծրատիպը, թե միայն Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, ընդգծում է հռակ նախկին ատենապետը։ Ինքս երբ որ հռակի ատենապետն է, ես դեռ այն ժամանակ եմ տեսել Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությունը Սփյուռքին երիտասարդներ բերել, 100,000-ավոր երիտասարդներ, 200-300,000 $, ինչքան հիշում եմ, փող էր տվել։ Անշահախնդիր, խոթե օգուտ չկար, որ Սփյուռքի երիտասարդը գալիս էր Հայաստան, գնում էր Ղարաբաղ, գնում էր Արցախ, ծանոթանում էր իր սրբավայրերին, այդտեղ Գագիկ Ծառուկյանը խոհոքուտ չուներ, հաճույք է ստանում մարդկանց լավություն անելու, բարեգործությունից, հաճույք է ստանում աշխատատեղեր բացելու, հաճույք է ստանում, երբ որ Հայաստանի դրոշը ու հիմնը միտեղ բարձրանում է, հաճույք է ստանում, երբ որ միջազգային արենայում նշվում է Հայաստանի անունը, հայի անունը, այսինքն այդ մարդուն պետք է դու այսօր դներ իր տան մեջ արկածներ։ Arminius միաբանությունն ամբողջ կազմով անվերապահ աջակցություն է հայտնում ԲՀԿ առաջնորդին։ Բնականաբար այն ինչ որ կատարվեց Բարգավաճ Հայաստան կուսակցության
առաջնորդի հանդեպ մենք դա դատապարտում ենք, ես իմ թիմակիցներս բոլորս ասում ենք, որ շտապ ազատեք, բաց թողեք Գագիկ Ծառուկյանին, դեռ երկար պետք է ծառայի հայ ժողովրդին եւ այդ միասնությունը, հանդուրժողականությունը ուրիշ ալետրանք չունի։ Գագիկ Ծառուկյանը դեռ շատ անելիք ունի իր երկրի ու ժողովրդի համար, ընդգծում է Հարություն Առաքելյանը, հավելում՝ արդարությունը վաղ թե ուշ անպայման հաղթելու է։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։